մեծը ինքնա տանը։ Դեմազարն է խաղում, հալա խաղում։ Ամեն իրիկուն մեր 2-3 ժամը զբաղմունքի մեջից իրիկուն որ մի քիչ մտնում այն վաղտե բոլոր խաղ։ Միջև մի քիչ ջայլներ գայս։ Երբ հյուրա գալիս, ուրիշ տեղից տունը մարդ է գալիս, միրգ են հյուրացնում շատ։ Բայց հետո հարցում են, «Բախի եք միրգ շատ», ասում եմ, «Դες ոտ միրգ շատ հացն է քիչ»։ Բնական է, մտից սկսելու եք հացով պրզնել։ Այստեղ հալա այն հին փոքր թաղը մնացել է։ Իսկ այն մեծ թաղի մասին դե վերանորոգվել է, ժամանակակից տեսք է ստացել, տները նոր են սարքվել։ Դե 150, 120 տարվա շենքեր կան։ Դե բնական է վկա մեր եկեղեցին եւ մեկ սարքիսը, որ փոքր տեղը ուզած էլի, դե ամեն մարդը հույս իր ավերապահի, կողքին հետ միասին, ու իզեքին։ Ես պետությունն էլ պիտի ինձ էպես անի, ոչ թե քաշ։ Չկա ինչ ասեմ։ Ճիշտ է մի քիչ են ժողովուրդը համեմատած մեծ թաղի։ Ավելի ոնց ասած սրտակից բարեկամներ են, քան թե Հայաստանի ուրիշ մարզերից։ Հարևանը հարևանի դուռը չի բացում, չեն ճանաչում, իրար չեն ճանաչում։ Մեղրին Հայաստանի ուղեղն է, եթե հանկարծ Մեղրին հանձնվեց, թեկուզ մի փոքր ճանապարհ, օրինակ Հայաստանի վերջը եկել է 100%-ով։ 30 տարուց ավել է փակ եղել է ճանապարհը, պետք է փակ էլ մնա։ Եթե բացվեց, ամբողջ մուսուլմանները թափելու այստեղ ադրբեջանցիները, ազարիները, դրանք ադրբեջանցի չեն, ազարիներ են։ Ադրբեջանը մենակ Պասկաստանի Արաքսի ափով է։ Արազդանից սկսած մինչև Նռնաձոր։ Հիմա եկել են ասում են արմճան հողերն եք ուզում։ Արմճան ատապական չկա։ Ալևը ծնված չեղել ես, ծնված եմ եղել։ Չեմ տեսել ես, չեմ լսել։ Մեր պապերից էլ չեմ լսել, որ այստեղ իրանք մի որևէ շինություն ունեն։ Որտեղ որ գնաք, մեր Մեղրու սարերը, Մեղրու տերիտորիաները, բոլոր տեղ եկեղեցի կա։ Եկեղեցին ադրբեջանցին չի ունեցել։ Չի ունեցել, նա որպես այս գոյություն չի ունեցել։ Ցգանի նման քոչոր ցեղեր են եղել դրանք։ Հիմա եկել են որ ասում է վարչապետին, որ ասում է այսպես, չի կարողանում նա ոչինչ բան անի։ Նա քարտեզ չի տիրապետում, չի հասկանում։ Պետք է Հայաստանի ղեկավարը մեղրեցի լինի, որ կարողանա Հայաստանը պահի, որ իմանա տերիտորիան, սահման իմանա, քարտեզ իմանա։ Այս կառավարությունից շատ դժգոհ ենք, շատ դժգոհ։ Այս շարժումը որ սկսեց, մի գրող կար, Սևադա Սևան, իմ տարիքի 30 քանի տարվա առաջ բան եմ պատմում։ Եկավ ստեղ ասաց Մեղրին Հայաստանի սիրտն է։ Առանց Մեղրի Հայաստան գոյություն ունենալ հնարավոր չի։ Հայաստանցին չի իմացել Մեղրին որտեղ է, ինչ ա եղել։ Հիմա էլ չի ջոկում, ինչ ա կատարվում։ Անդեղ Երևանում ցույցեր են անում, չգիտեմ, այսպես, այդպես չի։ Մի հատ եկեք Մեղրի ապրեք, տեսեք ինչ ա վիճակը։ Չեն գալիս, չեն իմանում։ Գալիս են ստեղ ոնց ասած նախարարները ֆռում են, ուտում խմում, մեկին բարեկամ ունի, մեկին ընկեր ունի։ Ուտում են խմում, տոնում գնում, ամառն են գալիս, ձմեռը չեն գա այստեղ։ Սպանես էլ չեն գա, ոչ մի նախարար ստեղ։ Ինչ տնակ, մի հատ լսում եք ու փախան, գնացին։ 250,000 դրամ մենակ փող են ստանում մարզեր գնալու համար։ Որ բաժանեն ամեն մեկին 1000 դրամ են թոշակառվի թոշակը բարձրացնեն։ 1000 դրամ ամսեկան։ Հələ այս ինչ սումա չի գումարները։ Ինչ են անում դրանք Մեղրու համար։ Ոչ մի բան, այդա խորհրդարան նստած իրար ինչ ասես այն անպատվելուց վերջին տեսակետից անեն, ամոթա վերջը, մի բուռ հայեն, մեջք տան իրար Հայաստանը պահեն, իրանց երեխեքին պահեն, իրանց այրունը պահեն, ոչ թե փախեն, չգիտեմ, արտասահմաններ, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ամերիկա, հայ ենք մենք, ոչ մի հայ ընդեղի Հայաստանի համար չի մտածում, չի կարա անի, չի տեսել, փախել են գնացել, 70 տարուց ավելը փախել են գնացել, նրան վեճ չի թե Հայաստան կա թե չկա, որ նայում ես հեռուստացույցում կամ բանուր նայում ես մարդիկ շատ լավ են ապրում, փողին փող չեն ասում, վազ են տալիս սանատորիաներ, չգիտեմ, այնտեղ ստի Մեղրից ով է գնում սանատորիա, որ հաշվես 14,000-ի մոտիկ բնակչություն կա, հազիվ տարեկան 3-4 մարդիկ էպես գնան, մնացածը չեն կարողանում, ստեղից Երևան մենք չենք կարողանում գնանք,
Ստեղ բժշկությունը շատ թույլ է, բժշկություն չկա, 40 տարի աշխատել եմ պետության համար, ինչ թոշակ եմ ստանում, որ ինչ ապրեմ, ինչա բարձրացել, չէ ինչա բարձրացել, մարդիկ աշխատում են իրանց ամբողջ կյանքը, թոշակը 2 տարի չեն վայելում, 7 տարվա մեջ ինչա բարձրացել, նույնը մնացել էլի, դա ինչա, թանկացումները ինչա։ Եթե հանդիպեիք վարչապետ, ինչ հարց։ Ինչ պիտի ասի, ես չգիտեմ ինչ պիտի ասի, լեզուս չեմ ուզում բացեմ, որտև անուղիղ մարդանա։ Չէ պիտի ասես, որ ընկումա պիտի ասես, բա ինչ անես, գալիս աստեղ գնում, վարում սահմանը գնացի ես կոմենքում ինչ արեց, եկամ նույվատ ինչ արեց, ճանապար եմ սարկում, ում համար է ճանապարը սարկում, որ ազարիներ գան գնան նախչեբան մաքրին ամբողջ Հայաստանը, ես դեմ եմ ես ճանապարը կցելու համար, ինչ ճանապար դա, ես տեղից դուրս չեմ գալու, ընտանիքս կարող է ուղարկեմ, ես մնամ ստեղ, խաչակդառած, ինչքան կարողանամ ազարիները ոչնչացնեմ, ինչքան կարողանամ, մինչև իմ վերջի արյան կաթիլը, դավալին կամ պետք է վախենան, կամ պետք է հարգեն, հիմա ոչ հարգում են, ոչ էլ վախենում են, կամ պետք է խիստ լինի, կամ պետք է ժողովրդական լինի, որ ժողովուրդը հարգի իրան, վախենում է, ինչու այդքան միլիսիա լցրել է, ինչ անի, զինվոր սարքետ, այդքան մարդկանց որ տարել է, վարձատրի գնան սահմանը պահեն, 14 հատ մենակ պարիկ է բերել լցրել մեղրի, ինչի համար, ում համար, չի կարողամ ինքը ղեկավարի, դրա համար եմ, ինքը չի կարողամ ղեկավարի, չգիտի ինչ անի, որոշ մարդիկ աջակցում է, որոշնը չէ, ամբողջ Հայաստանն այդպես, ում մի փոքր լավություն անում, ուրեմն աջակցել են, ում չէ, մեր ազգի վատը դա է, Ասֆալտ է սարքել։ սա ինքը չի սարքել, արտասահմանն է սարքել, այս հնություններին է, ինչ է սարքել, ֆինանսավորել են սարքել, արտասահմանն է սարքել, լրիվ, սովետական միության կարգերի ժամանակ, գնում ենք Երևան, 2.5 ժամում եթե մեքենան, միկրոմեքենաները առանգթած են, 2.5 ժամ չի, 2 ժամ էլ չի քաշի կհասնեն Երևան, բայց հիմա միշկան արա գնաց, 6 ժամից շուտ չես հասնի Երևան, սուտկաներով են բեռնատարները գնում հասնում Երևան, բայց այն ժամանակ Երևանից գալիս են ստեղ մեղրի, Երևանում թողնում գնում, իրանց գործին էլի, հիմա դե գնա Երևան, ստեղից Երևան գնալը պրոբլեմ է, բացարձակ, ստեղից Ղափան տրանսպորտ չի աշխատում, տաքսիները թանկ են, շատ թանկ, վառելիքը թանկ, հացը թանկ, սնունդը ամեն տեսակից թանկ, Պարսկաստանից գնում հասնում Երևան, Երևանից գալիս հասնում ստեղ ու երրակվի անգամ թանկ, եթե Պարսկաստանը չլիներ, հիմա Հայաստանը, ես կարամ ասեմ սոված պետք է կոտորվեր, Լևոնի ժամանակ ես ասեցի Պարսկաստանից ամեն ինչը գալիս հասնում Երևան, էկոնոմիս չկա, որ այդ գրուզը ստեղ բերեն, ընդունեն, բաժանեն մարզերի, այս մի մարզից գնային մեկ մարզը, ամեն ինչը գնում հասնում Երևան, Երևանից գաց, այն ալվերը որ հաց են թխում, գնում հասնում Երևան, Երևանից գաց ստեղ, դա ինչ շնորհք է դա, հատկացնել բերեն հաշվարկեն, ասեն այսքան տոննա ալվրա պետք է սամիսը մեղրուն, ոչ թե գնա հասնի Երևան վառելիքից ասեն, ընդեղից էլ գա հասնի ստեղ, տասնապատիկ էլ գումարը դնեն վրին, բերեն ուր վաճառեն, ստեղով է գալիս գնում, Ես ամբողջ Հայաստանի մարդ չկա, որ բոլորին բարեշացնի դարետերի, չլի իմը, քոնը, նախկինը, ներկան, ապագան, չգիտեմ, որ բոլորս էլ հայեք մի ազգ եք, այսինքն մեզ էպես է դառնում, էլի, որ ոչ մեկը մեզ չի սիրում, որովհետև մեր ազգը չեք սիրում, մեզ չեք սիրում, դառնա բոլորս խելոք եք, բայց որ պիտի համախմբեք, մի բան չկա, այպես բան չկա, այն 5 մատի պատմությունն է, ասում է, որ 5 մատը ծալում ես կարգին բռունց կա դա, բայց առանձին քաշում ես տեսնում ես, որ մարդ չկա դա։